մենք մոտապես մի 7 ամսից ընտրություններ ամենաուշ ունենք ու այդ ընտրությունները կրիտիկական ժամանակաշրջան են ինչ աղբավ որովհետև Փաշինյանը ընդհանրապես ասենք գնացած օգոստոսի 8-ի բանը ԱՄՆ-ի հետ որ նախաստորագրեցին մենք ասում ենք ընդհանրապես բայց իրենց համար դա հաղթաթուղթ է ներսես Հայրենք այդ ներկայացնում են, բայց այդ հաղթաթուղթը ինչ է եղել, ասենք 10% իրենք հավանականության ռեյտինգ ունեն, 10-ից ընդհանրապես 17% են դարձել։ Հետո կլրացնես Կարլեն ջան։ Այդ 17%-ը ակնհայտ է, չէ՞ որ բավարար չի ընտրություններում բանը ապահովագրված քեզ զգալու համար։ Այս հիստերիկ վիճակը իրանց մոտ որ բանը հիմա արդեն գնացել են բանը մարդկանց են ուղարկում Բաքու բան, փորձում են ցույց տան որ հասարակությունների փրեսա նորմալիզացման բանը հաշտության ճանապարհին են Այդ բանը ընտրությունների նախաշեմին քարոզչական բանը գիծը տանեն որ Ամերիկայի իբր թե հովանավորությամբ մենք հեսա խաղաղություն ենք բերելու մի մտածեք Ժորժ ջան ամեն ինչ լավ է լինելու Ներողություն Ներսես ջան այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց որ 2026 թվականին ինչպես արդեն նշել եմ հայ ժողովուրդը շռնդալից հաղթանակ է տանելու նկատի ունի որ իրենք Չէ, իր իշխանությունը, այսինքն այդպես նկատի ունի, քանի որ հիմա ժողովուրդն է իշխանության, նորից ջախջախիչ հաղթանակ է տանելու, սա Նիկոլ Փաշինյանը Ես էլ եմ կարծում, որ հայ ժողովուրդը շղնդալից հաղթանակը կարող է տանել 26 թվականից, բայց թուրքերի նկատմամբ հիմա բանը այդ քարոզչական բանը տրուկա որ բանը Փաշինյանը իրականացնում ինքը փորձում է ցույց տա որ ինքը այնքան հզոր է ինքը այնքան կարա համոզված բաներ խոսա դրա համար բանը քան որ ես հզոր եմ ժողովուրդ ջան եկեք իմ հետ բանը ինչին ասեք իմ ճորտերը դարձեք որպեսզի ձեր բանը թե չէ նայեք հետո ուշ կլինի էլ բանը ձեզ արդեն թարսաշկով կնայեմ հիմա այս բանը Այս իրավիճակում իրանք որ հասկացան բան այդ օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը բանը ոչ բան առանձնապես դրական արդյունքներ չապահովեց Հիմա իրանք փորձում են նաև բան այդ խոսակցության թեման բանը հաշտեցման բան տանեն արդեն քարոզչական բանի ոլորտում ակտիվացնելով այդ աշխատանքը տարբեր ձևի ֆիգուրներով ավելի շատ կազմակերպված ձևով այդ բանը մարդկանց գլուխարտուկելու բանը գործունեությունը ավելի շատ ակտիվացնել Հիմա օրինակ ասենք քաղաքասարակությունը որ գնացել են այնտեղ ինչ են հարցեն լուծելու ոչ մի հարց օրինակ նույն գերիների հարցը իրանք ինչ են շոշափում իրանք հարց են լուծելու Պարչի որ գերիների հարցը ասում են մենք բարձրացրել ենք Ես կարամ Եվ Բորիս Նավասարդյանը այսպես խղճուկ կեցվածքով ասում է ամենակարևորը որ մեր ասում է հարցերը ամենավերևում Ալիևին տեղ են հասնում դրանով ինքը շատ հպարտ է շատ ուրախ է Դենց այդ այլը մարդիկ բանը գլուխ են հարտուկում իրանք որոշող չեն այդ հարցը լուծվել է Փաշինյանի եւ Ալիևի մեջ իրար հետ կարողացան պայմանավորվեն այդ գերիներին կբերեն Եթե ցանկություն ունենան, այլ ասենք Փաշինյանը ցանկություն չունի, օրինակ բանը մարդկանց բերի իրան բանը ընտրություններից աղաջ վարկաբեկեն որ ինչ լինի։ Դա համար Արցախի այդ ղեկավարությունը հիմա միջև ընտրություններ հաստատ բանը իմ կարծիքով չեն թույլ տա որ բերեն։ Իսկ ինչ վերաբերում է բանին, այս ընթացքում թե իրանք ինչ են անում։ Բորիս Նավասարդյանը գնացել է գերիների մասին խոսացել է ու հետևանք չկա ինքն էլ ասում հետո ԱԱՑ-ի մակարդակով ինչ որ բանը հարցերը քննարկում ես եմ պետական Հետո այդ հատվածը կլսենք որ ասում է հիմա գերիներին տեսնելու ուզում հասկանամ այդ ֆունկցիոնալ առումով իրանք ինչ խնդիր են լուծելու Իրանք իբր թե վերլուծաբաններ են, իրանք իբր թե բանը մամուլի բանը ներկայացուցիչներ։ Նիկոլի մտքի գիգանտն են իրենք։ Հավաքական։ Նիկոլի մտքի գիգանտները իրենց մասնագիտությամբ ժողովրդին ինֆորմացիա բանը տրամադրող մարդիկ են։ Ժողովրդի գլուխ հարթուկող են իրականում, եթե բաներ աղասպակագծերի խոսանք։ Այդ ժողովրդի գլուխ հարթուկողները փորձել են ժողովրդին այն ձև խաբեն, որ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Այս հարցն մարդիկ խնդրում լուծում։ Ու դրա համար էլ ասենք Արեգ Քոչինյանը բանը ասորիսի ժամանակ անգամ երկու անգամ էլ ակնարկեց, որ իրանք բանը
որ պետության համար բանը իբր թե ծախսերը բանը շատ չլինեն, մենք լրացուցիչ ուրիշ աղբյուրներից բանը ֆինանսավորում կգտնենք, այդ ֆինանսավորման շնորհիվ բան կանենք, մեր գործունեությունը այնքան կընդլայնենք, որ ժողովրդի գլուխը լավ հարցնենք։ Հիմա մոտ հարց է առաջանում, այդ ծախսերը իրականում որտեղից են գալու։ Ալիևը Փաշինյանի հետ բանը ինչ են ասում, համատեղ մի հատ հասարակական կազմակերպություն արևմուտքում ստեղծելու են դրա բանը ֆինանսավորումը ապահովում են ինքն էլ ֆինանսավորել իրենց գործունեությունը, թե ինչ են անում։